Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում բարձր մակարդակի միջոցառումը կրակոցների արդյունքում վայրկյանների ընթացքում վերածվեց խուճապի։ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքը ընդհատվեց, երբ զինված անձը փորձեց ներխուժել ներս։ Նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արագ տան համեցին, ինչպես կարողացավ զինված անձը անցնել անվտանգության գոտին ու մոտենալ երկրի բարձրագույն ղեկավարությանը։ Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում հրատապ լուրեր են։ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես արդեն հասցրեցի անոնսային հատվածում նշել, բարձր մակարդակի եւ մեծ նշանակություն ունեցող միջոցառումը վերածվել է անվտանգության լուրջ միջադեպի։ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ընթացքում հնչած կրակոցներից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առաջին տիկինը երկրի բարձրագույն ղեկավարությունը շտապ տարհանվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցում, որտեղ այդ պահին հավաքված էին հարյուրավոր լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հանրային հայտնի դեմքեր, սպասելով նախագահի ելույթին։ Այս միջոցառումը ավանդաբար համարվում է ոչ միայն լրագրողական, այլ նաև քաղաքական ու հասարակական կարևոր հարթակ, որտեղ մեկ վայրում հանդիպում են իշխանությունն ու մամուլը։ Ըստ նախնական տվյալների, զինված անձը փորձել է ներխուժել անվտանգության գոտի, շրջանցելով առաջնային ստուգումները եւ շարժվելով դեպի հիմնական դահլիճի ուղղությամբ։ Դրան հաջորդել են կրակոցներ, որոնք խուճապ են առաջացրել ներսում գտնվողների շրջանում։ Ականատեսների վկայությամբ լսվել են մի քանի 5-ից 8 կրակոցներ, իսկ ներկաները, լրագրողներն ու հյուրերը ստիպված են եղել թաքնվել սեղանների տակ կամ փորձել հեռանալ անվտանգ հատվածներ։ Մի քանի վայրկյանների ընթացքում տարածք են ներխուժել գաղտնի ծառայության աշխատակիցները, ազգային գվարդիականները, այլ իրավապահ ուժեր, արագորեն արձագանքելով վտանգին։ Շենքի ներսում եւ դրսում իրականացվել են արտակարգ անվտանգության միջոցառումներ, իսկ դահլիճը փաստացի անցել է ուժային կառույցների լիակատար վերահսկողության տակ։ Տեղում տեղակայվել են նաեւ լրացուցիչ ուժեր, ներառյալ դաշնային ծառայությունները, անվտանգության այլ ստորաբաժանումներ։ Նախագահը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները անմիջապես դուրս են բերվել առանց տուժելու ու խիստ պահպանության պայմաններում։ Միջոցառումը դադարեցվել է, իսկ հյուրերի մեծ մասը ժամանակավորապես մնացել է ներսում մինչև իրավիճակի լիարժեք վերահսկումը։ Առաջին պաշտոնական տեղեկությունը եկավ ընդամենը 45 րոպե հետո, երբ նշվեց, որ զոհեր չեն արձանագրվել, սակայն առկա է առնվազն 1 վիրավոր իրավապահ, որի կյանքին վտանգ չի սպառնում։ Չնայած դրան, միջադեպը գնահատվել է որպես լուրջ սպառնալիք ազգային անվտանգության համար։ Դեպքից հետո տարածքը մեկուսացվել է, փողոցները փակվել են, ողջ գործընթացը անցել է դաշնային իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Միջադեպը արդեն իսկ դարձել է բարձր մակարդակի քննության առարկա ու սպասվում է, որ առաջիկա ժամերին կհրապարակվեն նաև նոր մանրամասներ կապված հարձակվողի, նրա շարժառիթների, հնարավոր անվտանգության կապերի, խոսելության հետ։ Այս իրադարձությունները մի քանի րոպեների ընթացքում վերածվեցին խոշոր ճգնաժամային իրավիճակի, ցույց տալով, թե որքան արագ կարող է փոխվել իրավիճակը նույնիսկ ամենախիստ անվտանգության պայմաններում անցկացվող միջոցառումների ժամանակ։ Ըստ իրավապահ մարմինների տվյալների, միջադեպի կենտրոնում հայտնված կասկածյալը նույնականացվել է որպես 31-ամյա Քոլ Թոմաս Ալեն, Կալիֆոռնիայի Թորենս քաղաքից։ Նախնական քննությունը ցույց է տվել, որ նա գործել է միայնակ, սակայն նրա գործողությունների ամբողջական շղթան դեռևս ուսումնասիրվում է, պարզելու արդյոք եղել են որևէ կապեր կամ նախապատրաստված համագործակցություններ։ Հետաքննության տվյալներով հարձակվողը կարողացել է անցնել անվտանգության առաջնային գոտին, շրջանցելով մետաղական դետեկտորները եւ վերահսկողության որոշ հատվածներ։ Սա արդեն լուրջ հարցեր է առաջացրել հենց տեղում միջոցառման անվտանգության կազմակերպման վերաբերյալ, քանի որ նման մակարդակի հավաքի համար կիրառվում են խիստ ստուգման մեխանիզմներ։ Տեսագրությունում երևում է, որ ի դեպ նախագահ Դոնալդ Թրամփն է խնդրել, որ հրապարակեն, թե ինչպես են նա արագ շարժվում դեպի դահլիճը, անցնելով անվտանգության առաջին գոտիները մինչև այն պահը, երբ արդեն կանգնեցվեց։ Նրա մոտ հայտնաբերվել է մի քանի տեսակի զենքեր, հրացան, ատրճանակ, դանակներ, ինչը վկայում է, որ հարձակումը կարող էր ունենալ ավելի ծանր հետևանքներ, եթե նրան ժամանակին չկանգնեցնեին կամ չվնասազերծեին։ Իրավապահների գնահատմամբ կասկածյալը պատրաստված է եղել երկարատև դիմադրության կամ բազմակի հարձակում իրականացնելու համար։ Գաղտնի ծառայության աշխատակիցներն արձագանքել են վայրկյանների ընթացքում, կանխելով արդեն նրա դահլիճ մուտքը։ Կասկածյալը վնասազերծվել է դահլիճի դռների մոտ անվտանգության վերջին գոտուն մոտենալիս։ Ըստ մասնագետների, դա կանխել է հնարավոր զանգվածային զոհերը։
Միջադեպի ընթացքում մեկ իրավապահ աշխատակից, ինչպես արդեն վեր է նշեցի, վիրավորվել է։ Պաշտոնական տեղեկությունների նա ստացել է կրակոտ շատ մոտ տարածությունից, սակայն փամփուշտը կանգնեցվել է զրահաբաշխոնի շնորհիվ եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է, որ նման միջոցառումների ժամանակ կիրառվող պաշտպանական միջոցների կարեւորությունը առաջնայինն է։ Դեպքից անմիջապես հետո տարածքը վերցվել է լիակատար վերահսկողության տակ, ազգային գվարդիան ու դաշնային ուժերը տեղակայվել են ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում ապահովելով անվտանգության խիստ ռեժիմ։ Մուտքը եւ ելքը սահմանափակված է եղել ժամեր շարունակ, իսկ ներսում գտնվող անձանց տեղաշարժը ժամանակավորապես վերահսկվել է մինչև իրավիճակի լիարժեք կայունացումը։ Հետաքննությունը վարում է FBI-ը, որն արդեն սկսել է կասկածյալի հարցաքննությունը եւ նրա բնակարանի խուզարկությունը։ Նախնական մեղադրանքները ներառում են ապօրինի զենքի օգտագործում եւ վտանգավոր զենքով հարձակում իրավապահի վրա, սակայն իրավապահները չեն բացառում, որ առաջիկայում կներկայացվեն նաեւ լրացուցիչ, ավելի ծանր մեղադրանքներ կախված հետաքննության արդյունքներից։ Քննիչները նաեւ ուսումնասիրում են կասկածյալի անցյալը, սոցիալական ցանցերը, կապերը, հնարավոր շարժառիթները, պարզելու արդյոք սա նախապես ծրագրված քաղաքական կամ գաղափարական հարձակում էր, թե ուղղակի մեկ անձի գործողություն առանց կազմակերպված աջակցության։ Այս փուլում պաշտոնական դիրքորոշումն այն է, որ անմիջական սպառնալիքը չեզոքացված է, սակայն միջադեպը շարունակում է մնալ ակտիվ քննության կենտրոնում։ Միջադեպից հետո արդեն մոտ 2 ժամ անց Սպիտակ տանը հրավիրվեց մամուլի ասուլիս, նախագահ Դոնալդ Թրամփը այնտեղ հանդես եկավ ծավալուն հայտարարությամբ, փորձելով միաժամանակ գնահատել եւ տեղի ունեցածը եւ շնորհակալություն հայտնել իրավապահներին ու ուղերձ հղել հասարակությանը։ Նախագահն ընդգծել է, որ դեպքը որքան էլ որ վտանգավոր էր, նույնքան էլ բացահայտել է մարդկանց միասնությունը, նշելով, որ դալիճում ներկա տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները միավորվել էին մեկ ակնթարթում։ Նրա խոսքով դա մի պահ էր, երբ բոլորը միասնական էին եւ այդ տեսարանը իր գնահատմամբ շատ ազդեցիկ եւ նույնիսկ գեղեցիկ էր իր մարդկային դրսևորումներով։ Թրամփը կտրուկ ձևակերպումներով բնութագրեց հարձակում, այն դիտարկելով ոչ միայն որպես բռնության գործողություն, այլև որպես հարված երկրի հիմքային արժեքներին։ Նրա խոսքով տեղի ունեցածը հարձակում էր սահմանադրության վրա եւ նման գործողությունները նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել ու ազդել հասարակական կյանքի բնական ընթացքի վրա։ Նա առանձնահատուկ ընդգծեց գաղթի ծառայության իրավապահ մարմինների արագ արձագանքը, նշելով, որ նրանք գործել են վայրկյանների ընթացքում եւ բավականին արհեստավարժ ու կանխել շատ ավելի ծանր հետևանքները։ Նախագահի խոսքով նրանք գործել են ինչպես արագ, այնպես էլ խիզախ ու հարձակվողը վնասազերծվել է նախքան որևէ լուրջ վնաս հասցնելը։ Թրամփը անդրադարձել է նաև վիրավոր աշխատակցին, ընդգծելով, որ նրա կյանքը փրկվել է շնորհիվ զրահաբաշխոնի ու նշել, որ անձամբ է կապ հաստատել նրա հետ եւ վստահեցրել է բոլորին, որ գտնվում է լավ վիճակում, ունի բարձր մարտական ոգի։ Միաժամանակ նախագահը բարձրացրել է անվտանգության հարցը, փաստելով, որ նման միջոցառումների համար անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակի պաշտպանություն։ Նրա գնահատման միջոցառման անցկացման վայրը չի ապահովել այն մակարդակի անվտանգությունը, որը պահանջում է ներկայիս պայմաններում, եւ անհրաժեշտ է ներդնել եւ նոր տեխնիկական եւ կառուցվածքային լուծումներ ապագայում նման ռիսկերը նվազեցնելու համար։ Նախագահը նաև անդրադարձել է քաղաքական բռնության թեմային, նշելով, որ նման միջադեպերը ցավոք նոր չեն, սակայն դրանք չեն կարող եւ պետք է որ չազդեն պետական կառավարման գործընթացների վրա։ Նրա խոսքով նախագահ լինելը վտանգավոր մասնագիտություն է, սակայն դա աշխատանքի մի մասն է եւ ինքը պատրաստ է շարունակել իր գործունեությունը անկախ ռիսկերից։ Թրամփը հստակ ուղերձ է եղել հասարակությանը, կոչ անելով պահպանել միասնականությունը եւ լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։ Նա ընդգծել է, որ քաղաքական եւ հասարակական հակասությունները չպետք է վերածվեն բռնության եւ բոլոր կողմերը պետք է պատասխանատվությամբ մոտենան իրենց խոսքին եւ գործողություններին։ Միաժամանակ նաև նախագահի կողմից նշվել է, որ նման միջադեպերը չեն փոխելու իր քաղաքական ուղին եւ չեն ստիպելու հրաժարվել իր ծրագրերից։ Նրա խոսքով մենք չենք կարող թույլ տալ, որ նման մարդիկ փոխեն մեր կյանքի ընթացքը եւ պետությունը պարտավոր է շարունակել իր բնականոն գործունեությունը։ Նախագահը նաև անդրադարձավ միջադեպից անմիջապես հետո կայացված որոշմանը, նշելով, որ ինքը ցանկացել է շարունակել միջոցառումը, սակայն անվտանգության ծառայությունները որոշել են դադարեցնել այն, ելնելով անվտանգության նկատառումներից։ Ավարտելով խոսքը, Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին, ընդգծել նրանց աշխատանքի կարևորությունը եւ վստահեցրել, որ միջոցառումը կվերակազմակերպվի առաջիկա ժամանակահատվածում արդեն ավելի բարձր անվտանգության պայմաններում։ Սպիտակ տան ասուլիսին մասնակցեցին նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, FBI տնօրեն Քաշ Պատելը, գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Թոդ Բլանշը, ներքին անվտանգության նախարար Մարկ Վեյն Մալինը։ Թոդ Բլանշը միջադեպը բնութագրեց որպես միաժամանակ երկրի ամենավատ
եւ լավագույն կողմերի դրսեւորում։ Նրա խոսքով տեղի ունեցածը ցույց տվեց, թե որքան վտանգավոր կարող են լինել անհատական բռնի գործողությունները, սակայն նույն պահին նաեւ բացահայտվեց իրավապահ համակարգի բարձր պատրաստվածությունն ու արդյունավետությունը։ Նա ընդգծել է, որ հարձակվողը պատասխանատվության կենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ եւ վստահեցրել է, որ արդարությունը անպայման կհաստատվի։ Բլանշը նաեւ նշել է, որ քննությունը դեռևս ակտիվ փուլում է եւ իրավապահ մարմիններն աշխատում են միաժամանակ մի քանի ուղղություններով, հավաքելով ապացույցներ, արձակնելով ականատեսներին, ստուգելով կասկածյալի կապերը։ Նրա խոսքով առաջիկայում կներկայացվեն արդեն լրացուցիչ մեղադրանքները, կախված արդեն այս արդյունքներից։ Քաշ պատել է հաստատել է, որ դեպքի վայրում աշխատում են միաժամանակ մի քանի կառույցներ ապահովելով համակարգված գործողություն։ Բացի այդ, կոչ է արվել հանրությանը համագործակցել քննության հետ, փոխանցել ցանկացած տեղեկություն, որը կարող է օգտակար լինել դեպքի հանգամանքները պարզելու համար։ Նշվում է, որ նույնիսկ ամենափոքր մանրուքը կարող է կարևոր նշանակություն ունենալ հետաքննության համար։ Վաշինգտոնի քաղաքային իշխանությունները եւս հանդես են եկել հայտարարությամբ վստահեցնելով, որ իրավիճակը լիովին վերահսկվում է եւ մայրաքաղաքում անվտանգային սպառնալիք այս պայծրությամբ չկա։ Ինչպես նախագահ Դոնալդ Թրամփը ասուլիսի ընթացքում նշեց, այնպես էլ միջոցառման կազմակերպիչները, որ ընթրիքը, որը դադարեցվել էր միջադեպի պատճառով, կվերակազմակերպվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Նշվում է, որ հաջորդ միջոցառումը կանցկացվի արդեն վերանայված անվտանգության բարձր պայմաններում, հաշվի առնելով այսօրվա տեղի ունեցածը եւ հնարավոր ռիսկերը։ Այսքանն է առանձնացրել, ուշով հետևում եմ իրադարձությունների զարգացման, անկախ նրանից, թե կլինի գիշեր, թե ուղղակի առավոտ, եթե լինեն զարգացումներ, անպայման կլինեմ եթերում եւ հրատապորեն կներկայացնեմ բոլոր մանրամասները։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը խաղաղ եւ առողջ եղեք։ Առայժմ երևի թե չասեմ ցտեսություն։